Ձեր մոտ դեժավյու չկա, լուրջ չեք հոգնել, ինչքան կարելի է, արդեն քանի անգամ, քանի դեմքով, մեր ընդդիմություն կոչվածի անուն արդեն լրիվ պիտի կոկա-կոլա դնենք, կրկին փորձիր, մի հատ տանձի պոչ կգտնեն, կգցեն Մեյդան ու հայդե, նույն կինոն, նույն դերակատարներով, տարբեր ձևերով, մեր ձևով, ձեր ձևով, քանի անգամ կարելի է նայել, արդեն սերիալ ու Սանտա Բարբարայել չի է, նայում ես վրաները սրտխառնոցից բացի այլ բան չի առաջանում մոտդ, նույն տեքստերը, սրբազանից պրծանք հիմի էլ կալուգայ Սամո, դրանից առաջ անձամբ կաշեիներ բնից հելել, տեսավ չեղավ, իրա ծուր չանգիծը ժողովրդը մի այլ կարգի է զզվում, էլի մտավ բունը, սկսեց էլի մանգլավիկներ խաղացնել, արդեն քանի տարի է, արդեն 2025 թվականն է, ու այս դեժավյուից ես իրոք հոգնել եմ, եղել է քանի տարի, որոշել եմ չխառնվել, ես իմ համար երջանիկ ապրում եմ, բայց որ տեսնում ես, որ էլի ինչքան ներողություն արտահայտության համար բոզի կալգոտկա կա, սաղ տեղերից ծակված, սաղի հագած շպրտած, քանի որ մարդ չկա, ոչ մեկ չի ուզում կեղտոտ միջավայրում մի բանի մեջ մտնել, օգտվում են, հելնում ընկնում Մեյդան, հասկանում ես, որ քո ու քո նմանների մի կողմ քաշվելը երկրիդ է վնաս, ու նաև դու ես մեղավոր, որ երկիրը այս օրին է, այս դեժավյուն սենց շարունակվում է, նույն թափթփուկները մեկ էլ ու ոնց են արանքը ճղում ու օգտվում նաև քո դամոկլյան սուրը պատյան դնելուց։ Մեր երկրի ներկայիս ամենացավոտ կողմն է, այնքան են ամեն ինչ կեղտոտել ու հատուկ են գիտեք արելու անում, որ ասես ում համար անես ու ասես, սենցներին բարժի մի բան ասելու անել, սա է, նաև կամայինը պետք լինել, որ նույնիսկ ամենաստոր հարցակումներին էլ կարողանաս դիմագրավել, չընկճվես, ինքդ քեզ չդավաճանես, բայց դե ճար չկա, դիմանալ է պետք, որովհետև սա մեր երկիրն է, ու այս երկրի տերը մենք ենք, ոչ թե 4 կողմը աղտեղություն տարածող, երկիրն էլ իրենց որակին համապատասխան դարձնել ձգտող թափթփուկները, ուղղակի մարդ լինել, մարդ մնալ է պետք, երկիրդ է պետք սիրել, ոչ թե տանտեր փողը, եթե քեզնից մի բան ներկայացնում ես, փող միշտ էլ կկարողանաս աշխատել, պարտադիր չէ հոգիները տաճուրդի հանեք ու ով շվացնի տակը պարեք, նույն մաֆիայի, նույն դեմքերին ձեր երկրին ինա դնկած խաղացնեք ու ժողովրդին հասցնեք այս օրվան, որ բոլորից է ձզվի ու ոչ մեկից չհավատա, մի բան էլ մեր ժողովրդի էս անվերջանալի դեժավի մասովկա աշխատող հատվածին, այն որ տարիներով այսպես ասած միտինգի մատերիալ են օգտագործում, աշխատացնում, անկախ փողի չափից, 5000-ից մինչև $100-անոց, չեք հոգնել անդադ քշվելուց, այսօր սրա համար, վաղը նրա, այսօր այս մի մայկեքն ու գլխարկը կհագցնեն, վաղը են մեկելինը, այսօր այս մեկի անունը գոռալ կտան, վաղը են մեկելինը, ու որ ասես չեք հասկանում, որ դա արվում է ի վնաս ձեզ, վաղը այդ 5000-ն ու $100 ձեր կաշվից են էլի քամելու, լուրջ, չեք հոգնել, մի քիչ սիրեք էլի այս երկիրը, ախր մեր երկիրը իրոք աշխարհի ամենալավ երկիրն է, մեր ժողովուրդն էլ աշխարհի ամենալավ ժողովուրդը, բարի, աշխատասեր, սրտաբաց, ստեղծող, բոլորին հասնող, օգնող, այս խեղճ երկրին ու ժողովրդին միայն պետք է որ թողնեն խաղաղ, հանգիստ ապրի, ստեղծի ու վայելի իր ստեղծածը, եկեք այս դեժավյուին վերջ տանք էլի, լուրջ Ասիկ այսօր 100 միավոր է մեր բազար, 25 միլիարդ է, չէ մեր հնար, եթե նա 50 չդառնա, 100 չդառնա, այսքան ժամանակահատվածում, մեկ այդ զարգացում մեջ դե հիմա ուշադիր լսեք, 100 միավորից 10% տնտեսական աճի, այդ ինչ է, 10 չէ անում, իսկ 1000-ից 10% անում, 0,01, չէ, 0,1 անում, այսինքն այդ դինամիկան ես ուղղակի որպես մակրոէկոնոմիկայի թվերն եմ բերում, եթե դու չապահովես այդ դինամիկայով չապահովես այդ բազար չմեծանա, դու այդ տնտեսական աճը 10% թե 20 թե 30 հասարակ քաղաքացի ոչ մի բան չի զգալու իր ամաշկի վրա, դու այդ քո ծրագրերի մեջ դու ոչինչ չունես, այսինքն ես չեմ հանդիպել, երկրորդը, եթե դու իրականում ասենք ուզում ես երկրի երկրում իրավիճակ փոխես, ուրեմն կա ցանկացած երկիր, դառնի Աֆրիկայում, դառնի Ամերիկան, եսի որտեղ, ցանկացած երկիր 3 քաղաքական ու տնտեսական հենասյուների վրա է,
Դա մակրոսական աճն է, սոցիալ բնապահպանական խնդիրներն է եւ քաղաքական համակարգը։ Մի բան ես քո ծրագրերից, որ դու առաջարկում ես, որը այդ ներդաշնակեցումը եւ զարգացումը պետք է ապահովի այդ 3 հենասյուների, ես չեմ լսել։ Այսինքն քո գալու իմաստը, ստեկուսակցություն ստեղծելու իմաստը, ընդունեք եւ ես կասկածի տակ չեմ վերցնում, չեմ ուզում քննարկել նույնիսկ, որ եկել ես ասենք որպես մեծ բարեգործ կամ բան, ուզում եք կուսակցություն ստեղծել, որի առաջիկա ընտրություններում իշխանություն վերցնես, թե իշխանության մաս կազմես։ Բայց չէ որ այսօր երկիրը կանգնացավ այս խնդիրների առաջ, որ հնայի հարաբերությունը արտաքին պարտքի հարաբերությունը հնայի պետության ռեյտինգը ասենք կոպիտ ասած դեֆոլտի տակ է, եթե իրական թվերը մենք վերցնենք, դեֆոլտի է։ Այսօր հնայի կառուցվածքի դինամիկա չկա։ Այսօր այդ 3 հենասյուների ամեն մեկի համար ազգային գաղափարախոսության ազգային ծրագիր չկա։ Եվ ո՞նց ես ուզում, եւ դու ո՞նց ես ուզում ես երկիրը այդ փոսից անես, եթե դու ուզում ես անես։ Այսինքն իմ համար առանցքանալի է։ Անհասկանալի է։ Ճիշտ ժամանակին դեսանտիչները, որ Ադրբեջանի ուղղությամբ կոմիտասած հակասություն պետք է ստեղծվեր, առավել եւս այդ ծրագրերը, որը այսօր շրջանառության մեջ են դրել, ես որպես մասնագետ եմ ասում իմ չափով։ Եվ իմ կարծիքն եմ ասում։ Ես այդ ուղղությամբ որևէ բան չեմ տեսել եւ որտեղ նշում եմ չկա։ Երեք լսեցի, որ ասեն հնարավորություն կա, որ ձուկը ձմրանեն սևանալուճում աճացնել։ Ձկով հնայի կառուցվածքային փոփոխություն է անում։ Ձկով արտաքին պարտքի համադրումը հնայի պետության ռեյտինգի հարցեցնում։ Այդ տնտեսական քաղաքական անվտանգության հենասյուների ներդաշնակեցման ծրագիրը անում, որ ինչ է անում։ Իմ համար անհասկանալի է, որպես մասնագետի անհասկանալի է։ Ամեն մի հենասյունը, որ ասում են մակրոսական իրական աճի, դու պետք է կոնկրետ ասես։ Մենք ինչ ռեսուրս ունենք, ընդորում ես ձեզ ասեմ, որ Հայաստանը ունիկալ երկիր է այն տեսակետից, միգուցե նաև սա հուշեք իրենց, չգիտեմ իրանք դու հուշեք։ Մեր առանձնահատկությունները մենք պետք է ճիշտ հաշվենք։ Մենք փոքր տարածք ունենք, բնական հանքային ռեսուրսների, համաշխարհային գնագոյացման մեխանիզմի մեջ մենք այդ մոնիտոր բանվորացնենք, այդ մեխանիզմի մեջ ինքը բան չունի, նշանակական նշանակություն չունի։ Կարող ասենք բնական հանքային ռեսուրսների բացակայություն նավթ-գազի մեջ։ Պատմականորեն ցեղասպանության հետևանքով սպյուրք, չէ՞։ Մեկ էլ մուսուլմանական երկրների շրջափակման վտանգ, ու մեկ էլ եկեղեցի։ Հավատքով, որ ժամանակին այս 5 առավելությունների վրա, օրինակ ժամանակին այդ ծրագիրը, որ այդ շրջանառության մեջ է, որպես առավելություն ու որպես առանձնահատկություն, այսինքն Ադրբեջանը չի կարող ասի սպյուրք ունեն, հրես ունեն, եւ այլ առանձնահատկություն եւ այդ բոլորի հետ կապված դու պետք է կարողանաս եւ մեր աշխարհագրական դիրքի հետ միասին այսօր այնպես ծրագիր առաջարկես, որ իրականում սովորական մարդը այսօր պետք է հասկանա ինչ դժվարություններ ունի, ինչ ճանապարհով պետք է լուծվի եւ իր մասնակցությունը որն է։ Ես ինձանից ինչ կարող վերացական բան լինի, բնության օրենքներին հավասար բան չկա, ներդաշնակության մարդկությունը չի կարող բանալ։ Օրինակ ասենք վարկյանը րոպեա դառնում, րոպե ժամա դառնում, չէ, ժամը ով տարի չէ, այդ process-ը մեկ չէ կարգավորում տա, բնությունն է կարգավորում։ Այդ տնտեսությունն էլ ձևի պետք է։ Առանձին ճյուղի էֆեկտը, ասենք րոպեները ժամ դառնա այդ ձեռնարկության տնտեսությունն է առանձին ճյուղի, ով միասին վերցած համախառնումների նախ։ Պետք է այն ձևի կառուցես քո տնտեսությունը, որ նույնիսկ բնության, ոնց որ ասած, բնության կողմից են չգրված օրենքները դու կարողանաս կիրառես։ Հա, բայց այտենց ծրագրեր հասկանում եք, այս երկրում, տեսեք ինչ գլոբալ է, այս երկրի մասին, այդ կարգի ծրագրեր, այտենց գեղեցիկ գրված նախադասություններ, սենց եւ այլն, այս տարիներին այնքան են եղել, իրենք կարող են
վճարովի այդ գրողները բավական լավ կարող են գրել, բայց մեր երկիրը, մեր ժողովուրդը որքանով կարող է վստահի։ Ես ես հավատացնում եմ, մեր ժողովրդի պետքա չտերագնահատել եւ ընտրություններն թույլատարի, որ 30%-ից ավել 70% մարդիկ չեն մասնակցում, դրանց են հավատում, ոչ դրանց են հավատում։ Եթե դուք ճիշտ եք նկատում, բայց ամեն մի էպիզոդով, թե մակրոսական իրական աճի, թե սոցիալ բնավ կոնկրետ այնց ծրագրեր պետք է դրվի սեղանին, կարելի է դնել, որ քննադատողները իմանա ինչ համար է քննադատում, հավատացողները քո հետ քո կողքի կանգնած է, տես չի։ Ռեալ կոնկրետ մենք այսօր 400 միլիոն տոննա մենակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բան ունենք, պոչամբար ունենք։